Ցուլ կենդանակերպի գծերը եւ բնութագրերը։ Ցուլը կենդանակերպի այն նշաններից է, որը մարմնավորում է կայունությունը, համբերությունը եւ կյանքի նյութական ու զգայական կողմերի հետ ներդաշնակությունը։ Նրա բնավորությունը կառուցված է ամուր հիմքերի վրա։ Ցուլը չի սիրում անհաստատություն, անկանխատեսելիություն կամ հանկարծակի շրջադարձեր։ Նա նախընտրում է վստահ քայլերով առաջ շարժվել, ընտրելով արդեն փորձված ու անվտանգ ուղիները։ Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց հանգիստ արտաքինով, սակայն այդ հանգստության տակ թաքնված է մեծ ներքին ուժ։ Ցուլը կարող է երկար ժամանակ լուռ դիմանալ, հարմարվել եւ սպասել, բայց երբ իր սահմանները խախտվում են, նա դառնում է անսասան ու դժվար կանգնեցվող։ Նրա կամքը ուժեղ է, իսկ որոշումները հազվադեպ փոփոխվող։ Ցուլերը սովորաբար ունեն գործնական մտածողություն։ Նրանք գնահատում են իրական արժեքները՝ նյութական ապահովություն, հարմարավետ միջավայր, կայուն աշխատանք եւ վստահելի հարաբերություններ։ Ցուլի համար կյանքը պետք է լինի շոշափելի, զգացվող եւ տեսանելի։ Այդ պատճառով նա մեծ ուշադրություն է դարձնում կյանքի որակին, սննդին, բնակարանին, հագուստին եւ ընդհանուր բարեկեցությանը։ Ցուլի կարևոր բնութագրերից մեկը գեղեցկության հանդեպ սերն է։ Նա ունի զարգացած գեղագիտական ճաշակ եւ կարող է հաճույք ստանալ ամեն մանրուքից, լավ պատրաստված ուտեստից մինչև գեղեցիկ երաժշտություն կամ արվեստի գործ։ Շատ ցուլեր բնական տաղանդ ունեն ստեղծագործական ոլորտներում, նույնիսկ եթե դա չեն դարձնում մասնագիտություն։ Այս նշանի մարդիկ սովորաբար շատ հավատարիմ են։ Նրանք չեն սիրում հաճախ փոխել ընկերներին, աշխատանքը կամ հարաբերությունները։ Եթե ցուլը մեկին կամ ինչ-որ բանի է կապվում, ապա երկար ժամանակով։ Նրան վստահելը հեշտ է, քանի որ նա պահում է իր խոսքը եւ չի սիրում դատարկ խոստումներ։ Միևնույն ժամանակ ցուլը հայտնի է իր համառությամբ։ Նա դժվարությամբ է ընդունում նոր գաղափարներ, հատկապես եթե դրանք հակասում են իր արդեն ձևավորված պատկերացումներին։ Երբեմն ցուլը կարող է թվալ չափազանց պահպանողական կամ դանդաղ փոփոխությունների հարցում, բայց իրականում նա պարզապես փորձում է պաշտպանել իր ներքին հավասարակշռությունն ու անվտանգությունը։ Զգացմունքային առումով ցուլը խորն է, բայց փակ։ Նա հազվադեպ է անմիջապես բացահայտում իր ապրումները։ Նա խնդրում է դրանք ապրել ներսում, սակայն եթե նա վստահում է մարդուն, դառնում է շատ ջերմ, հոգատար եւ նվիրված։ Նրա սերը արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործողություններով։ Ընդհանուր առմամբ, ցուլը ուժի, կայունության եւ համբերության խորհրդանիշ է։ Նա կարող է դանդաղ առաջ գնալ, բայց գրեթե միշտ հասնում է իր նպատակին։ Նրա կյանքում կարևոր է անվտանգությունը, հարմարավետությունը եւ վստահությունը, թե իր նկատմամբ, թե շրջապատի մարդկանց հանդեպ։ Ցուլ կենդանակերպի դրական հատկությունները։ Ցուլ կենդանակերպի նշանի ուժեղ կողմերը ձևավորվում են նրա կայուն բնավորության եւ կյանքի հանդեպ իրատեսական մոտեցման շնորհիվ։ Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են տրվելու հույզերի կարճատև ազդեցությանը։ Նրանք նախընտրում են մտածել խորությամբ, հաշվարկել քայլերը եւ միայն հետո գործել։ Դա ցուլին դարձնում է վստահելի, կանխատեսելի եւ ամուր հենարան շրջապատի համար։ Ցուլի ամենամեծ առավելություններից մեկը համբերությունն է։ Նա պատրաստ է երկար ժամանակ աշխատել նույն ուղղությամբ, առանց դժգոհելու կամ արագ արդյունք պահանջելու։ Այս հատկությունը հատկապես կարևոր է կարիերայում եւ երկարաժամկետ նախագծերում, որտեղ պահանջվում է հետևողականություն եւ տոկունություն։ Ցուլը չի վախենում ծանր աշխատանքից, եթե տեսնում է դրա իրական նպատակը։ Վստահելիությունն ու հավատարմությունը ևս ցուլի գլխավոր դրական հատկանիշներից են։ Նա այն մարդկանցից է, ում կարելի է վստահել գաղտնիքներ, կարևոր գործեր կամ պատասխանատու պարտականություններ։ Եթե ցուլը խոսք է տալիս, մեծ հավանականությամբ այն կկատարի, անկախ դժվարություններից։ Նրա հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ վստահության վրա, ոչ թե պահի զգացմունքների։ Ցուլը նաև աչքի է ընկնում իր գործնական խելամտությամբ։ Նա լավ է հասկանում նյութական աշխարհը, կարողանում է ճիշտ կառավարել ռեսուրսները եւ խուսափել անհարկի ռիսկերից։ Շատ ցուլեր ունեն ֆինանսական ինտուիցիա, որը օգնում է նրանց ճիշտ պահին խնայել, ներդնել կամ պաշտպանել իրենց շահերը։ Զգայականությունն ու կյանքի հաճույքները գնահատելու ունակությունը ցուլի ևս մեկ դրական կողմն է։ Նա գիտի ինչպես վայելել պահը առանց ծայրահեղությունների։ Լավ սնունդը, հարմարավետ միջավայրը, գեղեցիկ իրերը եւ ներդաշնակ մթնոլորտը նրա համար պարզապես հաճույք չեն, այլ հոգեկան հավասարակշռության աղբյուր։
Ցուլը հաճախ ունի զարգացած գեղագիտական ճաշակ։ Նա կարող է հեշտությամբ տարբերել որակը մակերեսային փայլից եւ ընտրել այն, ինչը իսկապես արժեք ունի։ Այդ պատճառով ցուլերը հաճախ հաջողում են արվեստի, դիզայնի, խոհարության, երաժշտության կամ ցանկացած ոլորտում, որտեղ կարևոր է գեղեցկության զգացումը։ Ներքին կայունությունը ցուլին դարձնում է հանգստացնող ներկայություն ուրիշների համար։ Նրա կողքին մարդիկ հաճախ զգում են ապահովություն եւ վստահություն։ Նա չի սիրում դրամա եւ ձգտում է խաղաղ լուծումների, նույնիսկ բարդ իրավիճակներում։ Ցուլը կարող է լինել այն մարդը, ով ծանր պահին կանգնում է կողքիդ, առանց ավելորդ խոսքերի, բայց իրական աջակցությամբ։ Վերջապես ցուլի ուժեղ կողմերից է իր տոկունությունը դժվարությունների հանդեպ։ Նա հազվադեպ է կոտրվում ճնշման տակ։ Փոխարինը նա կարող է դանդաղ, բայց հաստատուն կերպով հաղթահարել խնդիրները, պահպանելով ինքնատիրապետությունը եւ նպատակասլացությունը։ Ցուլ կենդանակերպի բացասական հատկությունները։ Ցուլի ուժեղ կողմերը երբեմն նույնքան հեշտությամբ կարող են վերածվել թուլությունների, եթե դուրս գան հավասարակշռությունից։ Ցուլի ամենահաճախ հիշատակվող բացասական գիծը համառությունն է։ Երբ ցուլը որևէ դիրքորոշում է ձևավորում, նրան դժվար է համոզել փոխել կարծիքը, նույնիսկ եթե փաստերը խոսում են այլ բան։ Այս հատկանիշը կարող է հանգեցնել կոնֆլիկտների հարաբերություններում եւ աշխատանքի մեջ, քանի որ ցուլը հաճախ մերժում է այլընտրանքային մոտեցումները, պարզապես չցանկանալով դուրս գալ իր հարմարավետ գոտուց։ Փոփոխություններին դիմակայերը եւս ցուլի թույլ կողմերից է։ Նա նախընտրում է կանխատեսելիություն եւ հաստատուն ռեժիմ, եւ ցանկացած ասպասելի փոփոխություն կարող է առաջացնել անհանգստություն կամ դիմադրություն։ Նոր պայմաններին հարմարվելու փոխարեն ցուլը հաճախ փորձում է պահել հին կարգը, նույնիսկ այն դեպքում, երբ դա այլևս արդյունավետ չէ։ Ցուլը կարող է նաեւ հակված լինել չափից դուրս զգույշ լինելու։ Վախենալով կորցնել այն, ինչ արդեն ունի, նա երբեմն բաց է թողնում աճի եւ զարգացման հնարավորությունները։ Այս զգուշավորությունը կարող է դրսևորվել ֆինանսական, մասնագիտական կամ անձնական որոշումների մեջ, սահմանափակելով առաջընթացը։ Նյութական կողմի նկատմամբ ուժեղ կապվածությունը եւս կարող է խնդիր դառնալ։ Ցուլը սիրում է հարմարավետություն, որակ եւ ապահովություն, սակայն երբեմն այդ սերը վերածվում է չափազանց նյութապաշտ մտածելակերպի։ Այդ դեպքում արժեքները կարող են շեղվել, եւ մարդը սկսում է իր կամ ուրիշների արժեքը չափել ունեցվածքով կամ ֆինանսական հաջողությամբ։ Զգայական հաճույքների նկատմամբ սերն ունի նաեւ հակառակ կողմ։ Ցուլը կարող է դժվարությամբ հրաժարվել հաճույք պատճառող սովորություններից, լինի դա սնունդը, հանգիստը կամ հարմարավետությունը։ Սա երբեմն հանգեցնում է ծուլության, ինքնակարգապահության պակասի կամ առողջությանը վնասող վարքագծի։ Էմոցիոնալ առումով ցուլը հաճախ պահում է զգացմունքները իր ներսում։ Նա հազվադեպ է բացահայտում դժգոհությունը կամ վիրավորվածը, սակայն դա չի նշանակում, որ դրանք անհետանում են։ Կուտակված զգացմունքները կարող են հանկարծակի պայթել, վերածվելով ուժեղ բարկության կամ սառը հեռացման։ Ցուլի մեկ այլ խնդիր կարող է լինել սեփականության զգացողությունը հարաբերություններում։ Երբ նա կապված է որևէ մեկի կամ ինչ-որ բանի, նա կարող է դրսևորել վերահսկող վարքագիծ կամ խանդ, նույնիսկ առանց իրական պատճառի։ Սա կարող է ծանրաբեռնել հարաբերությունները եւ ստեղծել լարված մթնոլորտ։ Վերջապես ցուլը կարող է երբեմն չափից երկար մնալ անհաջող իրավիճակներում։ Վախենալով կորցնել ներդրած ջանքերը կամ արդեն կառուցվածը, նա շարունակել է պահել այն, ինչը վաղուց չի ծառայում իր հրաշքությանը կամ զարգացմանը։